Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախ համառոտ։ Ավագ լեյտենանտ Ազրոյան հրամանատարական ուղղահայացի առաջին աստիճաններով բարձրացող սպայի առօրյան եւ ծառայությունը։ Վերադարձ շարք ռեպորտաժ նոր ծրագրով Պահեստազորի ծառայության վերադարձած առաջին սպաների մասին։ Ավարտական դասարանների աշակերտների ճանաչողական այցը սպայական գլխավոր դարբնոց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Ճանապարհ դեպի բարձունք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առօրյան եւ պատրաստություն ընդունելության ընթառաջ։ Մեծ ջանքեր հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղ երկնքի ժամկետայիններ, որ ձգտում են դառնալ բանիմաց հակաօդային պաշտպաններ։ Զինված ուժերում անփոխարինելի ու առաջնային է կրտսեր հրամանատարի դերը։ Դասակի ղեկավարը զինվորների փոքրաթիվ խմբի առաջին սպայական վերադասությունն է։ Եվ սա կարևոր է այն տեսանկյունից, որ ինչպես հրամանատարն է գործնականում հմտանում, դառնում ղեկավար, այնպես էլ անձնակազմն է դասակի հրամանատարի օրինակով ծառայությանը վերաբերվում որպես կարևոր առաքելություն։ Բանակում ամեն տարի մի խումբ կուրսանտներ ավարտում են ռազմական հաստատություններն ու անցնում ծառայության զբաղեցնելով դասակի հրամանատարի սպայական առաջին պաշտոնը։ Նայրա Համբարձումյանն է ներկայացնում ավագ լեյտենանտ Մուշեղ Ազրոյանին։ Զինվորականի օրը սկսում է վաղ առավոտյան եւ չի էլ ավարտվում։ Առավոտը սկսում է ֆիզիկական պատրաստության վարժանքներով եւ շարունակվում ըստ օրվա կարգացակի։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները հմտանում են եւ կատարելագործում են իրենց հմտությունները, թե ոնց պիտի դուրս բերենք վիրավորին դաշտից, թե ոնց պիտի ջոկը շրջանցում կատարի, թե ոնցում կատարի, մարտավարական այն էլեմենտները, որոնք անհրաժեշտ են ավելի իրենց զինվորական հմտությունները կատարելագործելու համար։ Ավագ լեյտենանտ Մուշեղ Ազրոյանը ռազմամարզական հատուկ վարժարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Կուրսանտական տարիներին էլ ընտրել է մոտոհրաձիգի նեղ մասնագիտացում, ինչու զինվորական մասնագիտություններից նախընտրեց ծառայության հենց այս տեսակը։ Խնդիրը կատարելու համար ներգրավում են բազմաթիվ զորատեսակներ, բայց այդ խնդիրը կատարված է համարվում, երբ որ հրաձիգն է հենց ոտքը դնում այդ տարածք եւ այդ զգացողությունը վայելելու հենց ցանկությունն էլ ինձ դրթեց, որպեսզի դառնամ ես հրաձգային ստորաբաժանման հրամանատար։ Դիրքը ճիշտ ընդունեք, հենվեք մյուս ոտքին։ Մուշեղը վստահ է կարիերայում հաջողում են նրանք, ովքեր ինքնաբացահայտման ճանապարհին կանգ չեն առնում, մշտապես կատարելագործվում են անցած ուղուն հետահայաց նետելով, ընդունում են սեփական բաց թողումները, համառ են, կամային եւ տոկուն։ Երիտասարդ սպայի հաջողության բանաձևն է սա։ Իմ կարծիքով ճիշտ է, որ սպան սովորի 4-ամյա կրթությամբ, որպեսզի լիովին տիրապետի զինվորական գործին։ Կուրսանտական 4 տարիներից հետո ես ճիշտ եմ գտնում, որ ամեն սպա պետք է վերապատրաստումներն էլ անցնի, եւ ես ինքս մասնակցել եմ վերապատրաստման սպայական դասընթացներին, որի ժամանակ առավել կատարելագործել եմ իմ հմտությունները որպես վարժ հրամանատար եւ հետագայում արդեն կարող եմ զբաղեցնել նաեւ վարժ հրամանատարի պաշտոնը։ Մոտոհրաձգային դասակի հրամանատարը, որին այս պահին վստահված են նաև վաշտի հրամանատարի պաշտոնակատարի հանձնառությունները, ինքնակրթվելու սեփական օրինակով անձնակազմին է ոգևորել։ Հանգստի ժամերին ընթերցանությունը եւս նախընտրելի զբաղմունքներից է։ Կարդացած գրականության քննարկումը ստորաբաժանման զինծառայողների համար վաղուց արդեն ավանդույթ է։ Գալիս են եւ հարցնում են անգամ զինվորական մասնագիտության մեջ, թե գեղարվեստական գրականությունից ինչպիսի գրքերից կարող են օգտվել, որպեսզի կարողանան իրանց մտահորիզոնը ընդլայնեն։ Վերջերս մեծ հաճույքով կարդացել են Վարդգես Պետրոսյանի Վերջի ուսուցիչ գիրքը, որտեղ ընդհանրացումները շատ էին իմ մասնագիտության հետ։ Կարծում եմ նաև, որ այս հեղինակի խոհերը ինձ կօգնեն դասակի հրամանատարի պաշտոնում ծառայությունս ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Կարիերայի հաջող մեկնարկը դասակի հրամանատարի պաշտոնում հաջողելու քննությունը հաղթահարելն է։ Կարճաժամկետ այս փորձաշրջանն ինքնաբացահայտման լայն հնարավորություններ է ընձեռում։ Առաջնորդի կերպարի մասին պատկերացումներն էլ ավելի իրական են դառնում, հղկվում շփումների, համագործակցության ու հաղորդակցության շնորհիվ։ Անձնակազմին ամենամոտ գտնվող օղակը դասակի հրամանատար օղակն է եւ դասակի հրամանատարն է անմիջական շփվում զորքի հետ եւ հիմնական պարապմունքները մյուս միջոցառումները օրվա կարգացակով նախատեսված հիմնական պատասխանատուն դասակի հրամանատարն է եւ անցկացնողը դասակի հրամանատարն է։ Ուստի եթե դասակի հրամանատարը թերանա իր գործում, մեծ խնդիրներ կառաջացնի։
Լսարանում սերտացն ու յուրացրածը քննության է առնվում արդեն դաշտային պայմաններում։ Եվս մեկ անգամ դասակի հրամանատարն անձամբ է ստուգում խնդրի կատարողականության մակարդակը, տղաների հետ քննարկում վարժանքներն ավելի արդյունավետ անցկացնելու նոր մոտեցումներ ու ձևեր։ Ենթակա անձնակազմի եւ հրամանատարի միջև առողջ հարաբերությունների գրավականը փոխըմբռնումն է եւ միմյանց հանդեպ անվերապահ վստահությունը։ Իմ ենթակա անձնակազմի համար ես հրամանատար եմ, սակայն ինձնից բարձր պաշտոններ զբաղեցնող վերադաս սպայակազմի համար ես ենթակա եմ։ Այդ երկուսի միջակայքում ես հայրենիքից զինվորն եմ եւ ծառայել եմ, ծառայում եմ եւ պատրաստ եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Շարքային Պողոսյանին ցուցաբերած հմտության եւ ջոկի ղեկավարման համար հայտարարում եմ շնորհակալություն։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կանգնել շարք։ Լսում եմ։ Նաիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան բարեփոխումների մեծ շրջան է անցնում, խորացնում է գործակցությունը հայաստանյան եւ արտասահմանյան առաջատար բուհերի հետ, կազմակերպում փորձի փոխանակման ծրագրեր, ավելի ճանաչելի դառնում հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար։ Ռազմական ակադեմիան պարբերաբար ընդունում է դպրոցահասակներին, հատկապես ավարտական դասարանների աշակերտներին, ծանոթացնում հաստատության ծրագրերին, պայմաններին, ընձեռող հնարավորություններին։ Մեկը մյուսի հետևից ռազմական ակադեմիա ժամանող զինվորական մարդատար մեքենաները մարզերից բուհ են փոխադրում դպրոցականների խմբերին։ Երկրորդային շարունակ գործող լայնածավալ այս ծրագրի շնորհիվ տարեկան շուրջ 5000 աշակերտ հյուրընկալվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ծանոթանում բուհի լսարանային ու կեցության պայմաններին։ Առաջին հերթին ինձ այստեղ բերել է ծրագրի հետաքրքրությունը, երկրորդ հերթին ավելի այսպես ճակերտավոր ասեմ, թե ոնց ասեմ, հետաքրքրությունը ռազմական ոլորտի այն կողմերի մասին, որոնք որ դասագրքերում կամ էկրաններին մեզ ցույց չի տրվում, այլ միայն դրանց կարող ենք ծանոթանալ, երբ որ հենց ինքներս լինենք տվյալ շինությունում, հաստատությունում։ Ակադեմիայի մասին շատ եմ լսել եւ ուզում էի գայի եւ իմ աչքով տեսնեի, թե ինչպիսին է այսպես ասած ակադեմիայի ներքին կյանքը։ Ճանաչողական այցի շրջանակում դպրոցականները ծանոթանում են նաև ռազմական ակադեմիայի պատմությանն ու գործունեությանը, նպատակներին եւ առաջիկա ծրագրերին, բնակարանային ապահովման առանձնահատուկ պայմաններին եւ ուսմանը զուգահեռ արտերկրի առաջատար ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստման հնարավորությանը։ Շատ հպարտ եմ այստեղ գտնվել, որովհետև գտնվում եմ մի ակադեմիայում, որը կոչված է Վազգեն Սարգսյանի անունով։ Շատ եմ կարդացել նրա մասին ու ինձ համար ինքը հենց հերոսի կերպար է Վազգենը։ Իհարկե շատ ունենք հերոսներ, բայց կարծում եմ ակադեմիայանը շատ ճիշտ է ընտրված։ Սա առաջին անգամը չի, որ եկել եմ Վազգեն Սարգսյան, եւս մեկ անգամ եմ այցելել նախորդ տարի ու շատ մեծ տպավորություններով գնացել եմ, այցելել եմ նաեւ Մոնտեմելքոնյան, էլի շատ մեծ տպավորություններով։ Շարունակելով խոսքը Սուսաննան անկեղծանում է։ Ինքը ցանկանում է կյանքը կապել հայրենիքի պաշտպանությանը։ Եկել է ակադեմիա գտնելու հուզող հարցերի պատասխանները, վերջնական որոշում կայացնելու, երազանքի ճանապարհը օր առաջ նախանշելու համար։ Եթե անգամ ռազմական համալսարանը չլինի, ուզում եմ 6 ամսյա ծառայություն անցնել։ Առասարակ խոսելով բանակի մասին դպրոցականներն ասում են, իբրև սահմանամերձ եւ սահմանապահ բնակավայրերի բնակիչներ իրենք իրենց չեն տարանջատում բանակից ու հայրենիքի պաշտպանությունից։ Ամեն պահ պատրաստ են ուժերի ներածին չափով սատար կանգնելու զինծառայողներին։ Չեմ առանձնացնի ինչի համար, որովհետև մենք փորձել ենք ամեն ինչով զինվորի կողքին կանգնել, որովհետև մեր շարքերից մենք շատ հերոսներ ենք ունեցել, ովքեր որ նույնիսկ մինչև հիմա ծառայում են եւ հերոսներ ունենք, երբեք չենք կարող մոռանալ։ Յուրաքանչյուրիս այս ակադեմիա շատ կարևոր է եւ յուրաքանչյուրս էլ հենց այս տարիքից եւ ավելի ցածր տարիքից պետք է իմանանք այս ամենը, թե զինվորական գործի մասին, թե զինվոր լինելու մասին եւ բոլորս էլ գոնե մեկ անգամ պետք է գանք այստեղ, որպեսզի հասկանանք, թե ինչքան բարդ եւ պատասխանատու գործ է զինվոր լինելը։ Մեկ օր շարունակ ավագ եւ միջնակարգ դպրոցների աշակերտները ծանոթացան ակադեմիայում ուսուցանվող զինվորական մասնագիտություններին, զինտեխնիկայի առանձին նմուշներին, դրանց կիրառման կարգին, տեղեկացան ընդունելության կարգի, բուհում ուսանելու առավելությունների, կուրսանտներին տրամադրվող արտոնությունների ու սոցիալական երաշխիքների մասին։
Ես հիմա իմ տարեկիցների շրջանում նկատում եմ շատ մարդիկ, ովքեր շահագրգռված են ապագայում ստեղ սովորելու եւ զինվորական կյանքով շարունակելու համար։ Իմ նմանները, ես եւ իմ նմանները այսպիսի այցերի շնորհիվ ավելի սերտորեն ծանոթանում ենք զինվորական կյանքին, նրա առավելություններին։ Կարծում եմ շատերը ինպես կարող են սկզբով գնալ, քանի որ ինքը ունի շատ մեծ առավելություններ։ Շատ բաներ սովորեցի եւ հրետանավորների աշխատանքի մասին եւ աթսների կառուցվածքի եւ աշխատեցնելու այսպես ասած մասին եւ հուսամ ելի նոր գիտելիքներ ձեռք կբերեմ։ Մենք պետք է ցույց տանք, որ ոչ միայն մեր տղաների վրա ենք թողնում այս բեռը, այլ թե ինչքան հզոր հայրենիներ կարող ենք լինել մենք ինքներս։ Արժի։ Խորհուրդ եմ տալիս բոլորին։ Ես ինքս կմտածեմ այս ամենի շուրջ։ Ինչ վերաբերում է Սուսաննային, ապա օրվա ավարտին նա արդեն իսկ կայացրել էր որոշումը։ Ամենասկզբից որ եկել է, ես հələ չէի կողմնորոշել ուզում եմ կամ չեմ ուզում, որովհետև շատ հարցերի պատասխաններ չունեի, բայց այսօրվա այցից հետո մտածում եմ գնալ տուն եւս մեկ անգամ ծնողներիս հետ բանակցություններ ունենալ եւ Վազգեն Սարգսյան ես կգամ կընդունեմ։ Ամենայն հավանականությամբ այդպես կլինի։ Նարսես Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Սինուշ 18-ից 27 տարեկան իքական սեռի ներկայացուցիչները կամավոր հիմունքներով կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 6 ամսով, բացառապես ուսումնական զորամասում։ Ծառայության ժամկետի ավարտին մասնակիցները կստանան 1 միլիոն դրամ պատվովճար։ 6 ամսյա ժամկետի ավարտին ծրագրի մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել Պաշտպան հայրենյաց ծրագրով եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 128 կամ դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ։ Հաջորդը կարող ես լինել հենց դու։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանի ուսումնական առօրյան ակտիվ փուլում է։ Բազմիցս ենք անդրադարձել Դիլիջանյան բարձունքում գտնվող այս ուսումնական հաստատության ռազմակրթական ծրագրերին, դրանց հարուստ բովանդակությանը, կեցության ու կրթության ժամանակակից պայմաններին։ Այստեղ կրթությունն իրապես որակյալ է, միջազգայինորեն մրցունակ եւ որդեգրած կարգախոսին համահունչ։ Դեպի բարձունք ճանապարհին հաստատուն քայլերով շարժվող յուրաքանչյուր մոնթեական քաչ գիտակցում է իր առաքելությունն ու պատասխանատվությունը, պատմում է Լաուրա Մամյանը։ Ուսումնական օրը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսպես է մեկնարկում։ Ծաները նախ հեծանիվ են վարում, զբաղվում են մանրամարզությամբ, որի նպատակը ֆիզիկապես կոփված եւ առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող անհատ ձևավորելն է։ Արդեն 3 տարի այստեղ եմ սովորում ու ինձ դուր է գալիս իմ համար մեծ պատիվ է սովորել Հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Վարժարանում ուսանելու 3 տարիների ընթացքում Նեստորը կուտակել է գիտելիքների բավականաչափ պաշար։ Սովորել է անգլերեն, իտալերեն եւ արդեն հստակ ուրվագծել է ապագայի իր պլանները։ Շարունակելու եմ ուսումս Մխիթար Հերացման բժշկական համալսարանում եւ ուզում եմ բժշկությամբ իմ օգուտն ունենամ հայրենիքի պաշտպանության գործում։ Անվտանգության կանոնների պահպանում առաջին հերթին։ Ռազմամարզական վարժարանում կրթական ծրագիրը բազմաբովանդակ է, հանրակրթական առարկաներն օրվա դասացուցակում առաջին տեղում են։ Ճանապարհ դեպի բարձունք կարգախոսն այստեղ պարզապես խոսք չէ։ Վարժարանում դասավանդում են 4 օտար լեզուներ, ռոբոտաշինություն։ Գործում են ազգային 2 պարերի խմբակներ, որոնք խթանում են սաների ինչպես կրթական, այնպես էլ մշակութային որակների զարգացումը։ Պաշտպանության նախարարի կողմից որդեգրած քաղաքականության շրջանակում վարժարանը շարունակում է համահունչ քայլել այդ տեսլականի եւ մենք վաղվա մեր սպային պատկերացնում ենք նաեւ մշակութային, քաղաքագիտական տեսլականի ներքո զարգացած մարդ։ Կրթօջախը խրախուսում է իր սաներին լինել լավագույնը։ Սահմանված է մինչև 45,000 դրամ կրթաթոշակ, ինչը ստեղծում է առողջ մրցակցություն, ինչպես նաև մոտիվացնում է սովորելու ընթացքում։ Ամեն շաբաթվա կտրվածքով մենք սահմանում ենք վարժարանի լավագույն առաջին, երկրորդ եւ երրորդ կուրսեցիներին, որը նրանց իրավունք է տալիս ամբողջ շաբաթվա ընթացքում օգտվել վարժարանում առկա բոլոր հնարավոր առավելություններից, որը կարծում ենք եւս մեկ մոտիվացիա է, որպեսզի մյուսները կողմնորոշվեն եւ հաջորդ շաբաթ հենց իրենք դառնան լավագույնը։ Վարժարանում առկա է նաև սպորտային մեծ եւ բարեկարգ համալիր, ինչը հնարավորություն է ընձեռում սաներին դասերից հետո մարզվել եւ օրն առավել բազմաբովանդակ դարձնել։ Լող, սամբո, ձեռնամարտ, բռնցքամարտ։ Յուրաքանչյուր մոնթեական հնարավորություն ունի այստեղ հաճախելու մի քանի խմբակ միաժամանակ, իսկ հաջողություններ գրանցելու դեպքում մասնակցելու նաև մրցումների։
այս 8 ամիսների ընթացքում ինչ գտնվում եմ վարժարանում, ինձ ոչ միայն վարժանը, այլև այստեղ ընկերներս, կուրսեցիներս, ուսուցիչներս, սպայական անձնակազմը շատ հոգեհարազատ է դարձել։ Իմ համար այս վարժանը ունի մեծ նշանակություն, քանի որ սա իմ ապագա սպառնալու համար առաջին քայլերն են։ Ռազմամարզական վարժանը հենց այն վարժանն է, որտեղ հիմք են դրվում ռազմական կրթությանը։ Փոքր ժամանակվանից ասում եմ, որ ես հենց մեծանամ պետքա ծառայեմ իմ հայրենիքին, տղաների նման 2 տարով, բայց որ իմացա այս վարժարանի մասին, որոշեցի գամ եւ ուսումը շարունակեմ այստեղ։ Իսկ այդ սերը առաջացել է ընտանիքից, որովհետեւ իմ հայրիկը մասնակցել է 2 պատերազմին։ Դրա համար որոշել եմ ես էլ ծառայեմ եւ իր նման լավ զինվոր դառնամ։ Վարժանը մեզ ամենակարևորը ձևավորել է որպես առանձին անհատներ, մեզ տվել այն լավ հատկանիշները, որոնք բնորոշ են մոնթեականի կերպարին, հայրենասիրություն, քաջություն, նվիրվածություն, պարտաճանաչություն, նպատակասլացություն։ Այստեղ դասավանդվում է զինվորական պատրաստության 9 առարկա, ինչն առավել է ոգևորում մոնթեականներին։ Հագեցած ուսումնական առօրյայից հետո նույնիսկ ուշ երեկոյան վարժանիսաներն ազատ ժամանակ գրեթե չեն ունենում։ Այստեղ մոնթեականները բացահայտում են նաև տիեզերքը, գործնականում ուսումնասիրելով աստղագիտությունը։ Եթե դուք գտել եք տարածքում բևեռային աստղը եւ դեմքով կանգնել եք դեպի բևեռային աստղ, նշանակում է դուք գտել եք հյուսիսը։ Սաներն աստղադիտակով զննում են երկինքը, փորձում հայտնաբերել համաստեղությունները, դրանց տեղակայման եւ շարժման ուղղությունները։ Այս առարկան շատ կարևոր նշանակություն ունի ռազմական տեղագրության համար եւ առհասարակ ավելի կլայնացնի նրանց մտածողությունը, աշխարհայացքը եւ կծանոթանան գործնականորեն կտիրապետեն այն աստղախմբերին, որոնք իրենց օգտակար են իրենց ռազմական գործը իրականացնելու համար։ Ուսումնական յուրաքանչյուր օր այսպես բովանդակալից է անցնում։ Կրթօջախի պետն է իր խոսքը ուղղում բոլոր այն աշակերտներին, որոնք այս պահին կանգնած են կարևոր ընտրության առջև։ Ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան եւ քայլել գիտելիքի ու հայրենաճանաչողության ճանապարհով։ Սիրելի աշակերտ, եթե դու արդեն կողմնորոշվել ես դեպի ռազմական ոլորտ, ցանկանում ես ստանալ բարձրակարգ կրթություն, լինել բժշկական 24 ժամվա ապահովվածության ներքո, ունենալ առավելություններ, ընտրելու ռազմական, ռազմագիտական, երաժշտական կամ սպորտային տարբեր խմբակներ, ստանալ բարձր կրթաթոշակ, ունենալ որակյալ կեցություն, ապա միանշանակ քո ճանապարհը մեզ հետ անցնելն է, ճանապարհ դեպի բարձունք կարգախոսով, որովհետև մեր նպատակն է իրականում Հայաստանի Հանրապետության դպրոցականից վերափոխել վաղվա կայացած սպայի։ Լաուրա Մամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Այժմ ներկայացնել ենք ուսումնական եւս մեկ կենտրոն, որը պատրաստում է հակաօդային պաշտպաններ։ Այստեղ բոլոր վարժասարքերը, համակարգերը ներդրված են կուրսանտներին ամենայն խորությամբ ուսուցանելու համար։ Պարզապես պետք է գերազանց սովորել, բարձր գնահատականով հանձնել քննությունները եւ հետո միայն ստանձնել օդային դարպասների պահապանների պատասխանատվությունը։ Սա բարդ եւ բավականաչափ պատասխանատու զորատեսակ է, որն այլ որակների թվում պահանջում է նաեւ ճշգրտություն, արագություն եւ հավասարակշռություն։ Ներկայացվող տեսանյութում մեր ապագա հակաօդայինների մարզումներն ու դասերն են։ 938 ԻԳԼ նախատեսված է։ Հերթական տեսական պարապմունքն են անցկացնում ՀՕՊ ուսումնական զորամասի ժամկետային զինծառայողները։ Տարբեր մասնագիտական առարկաների միջոցով տղաներն այստեղ հմտանում են, ձեռք բերում առաջին զինվորական գիտելիքները։ Իմ մասնագիտությունը օդային իրադրության վերաբերյալ պլանշետավարի կամ գծագրոցավարի մասնագիտությունն է, դրան զուգահեռ մենք անցնում ենք նաև տեխնիկական մասնագիտություն, ինչպես նաև հասարակական պետական պատրաստություն, որը իր մեջ ներառում է եւ մեր պետականության պատմության փուլերը եւ նաև ռազմական հոգեբանություն։
Լավ եւ արհեստավարժ հակաօդային պաշտպան դառնալու համար պետք է շատ աշխատել, ասում են տղաները եւ վստահեցնում։ Այս զորատեսակի յուրաքանչյուր մասնագետի ճիշտ եւ հստակ աշխատանքից է կախված լավ արդյունքը։ Հոբս պարազինությունում արկա բոլոր զինատեսակները ոչինչ են, եթե օդային իրադրության գծագրոցավարի մոտ աշխատողը լավ չտիրապետի իր մասնագիտությանը եւ ստացվող կոորդինատները սխալ արտապատկերի։ Ապագա հոբ մասնագետները քաջ գիտակցում են իրենց մասնագիտության կարևորությունը եւ զորատեսակի առանձնահատկությունները։ Մենք օրնիբուն սովորում ենք, աշխատում ենք ոչ միայն մեր մասնագիտական կամ տեխնիկական պատրաստության վրա, այլև քրակային պատրաստության, մեր ֆիզիկական պատրաստության, որպեսզի ամուր կանգնենք մեր հայրենիքի, մեր հողի վրա։ Իսկ տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներն ավելի սահուն եւ հեշտ անցկացնելու գործում ժամկետային զինծառայողներին մշտապես աջակցում են ավագ զինակիցներն ու սպաները։ Իրականում հենց սպաներն են, որ մեզ աջակցում են մեր ծառայության ընթացքում եւ մեր կոփվածությունը, հղկվածությունը, տարբեր փորձություններին դիմակայելը հենց մեր սպաների շնորհքն է։ Տարբեր փորձություններին եւ դժվարություններին դիմակայելու լավագույն նախապայմանն էլ անընդհատ մարզվելն ու կրթվելն է, ծառայությանն անմնացորդ նվիրվելը։ Իմ առջև դրված նպատակն է լավագույնս տիրապետել իմ մասնագիտությանը եւ պատվով կատարեմ իմ առաքելությունը։ Մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար տղաները լսարանում տեսականը սերտելուց հետո ստացած գիտելիքները կիրառում են վարժասարքերի վրա։ Լավ պլանշետավար լինելու համար նախ եւ առաջ մարդը պետք է ունենա երկու հիմնական հատկանիշ, նա պետք է լինի շատ ուշադիր, որովհետեւ տվյալները գալիս են շատ արագ եւ շատ թռուցիկ են անցնում, եւ երկրորդ հիմնական հատկանիշը, որով պետք է օժտված լինի մարդը լավ պլանշետավար դառնալու համար, դա հիշողությունն է։ Տղաներն այստեղ ոչ միայն հիշողությունն ու ուշադրությունն են մարզում, գործնական պարապմունքներ կատարում գործիքի վրա, այլև ֆիզիկական հմտություններ են կատարելագործում։ Բացի ուսումից փորձում եմ նաև զարգացնել ֆիզիկական ունակություններս, այսինքն ձգումներս, վազքի արագությունը, թափավազքը եւ այլն, որովհետեւ չնայած նրան, որ մենք պլանշետավարներ ենք, մենք նախ եւ առաջ ծառայող ենք, այսինքն պետք է լինենք ֆիզիկապես կոփված։ Հակաօդային պաշտպանների պատրաստման դարբնոցում առօրյան հագեցած է, սկսած առավոտյան վարկածից մինչև երեկոյան մարտական պատրաստության պարապմունքներ։ Ուսումնական փուլի ավարտին հմուտ եւ բանիմաց մասնագետներ պատրաստելու համար սպաները ջանք ու եռանդ չեն խնայում։ Աշխատում ենք հիմնականում սևեռել գիտելիքների ամրապնդման, մասնագիտական եւ տեխնիկական պատրաստության առարկաներին։ Մեր կողմից պարբերաբար անցկացում է ժամկետային փոփոխական կազմի հետ պարապմունքներ, պլանավորվում են ստուգարկներ, փորձի փոխանակումներ են հիմնականում կատարում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ, որպեսզի մեր փոփոխական ժամկետային կազմը ավելի գիտելիքներով ամրապնդված լինի, որպեսզի հետագայում մենք կարողանանք զինված ուժերին տանք պատրաստված հոգեպես կայուն, ինչպես նաև ֆիզիկապես եւ մասնագիտապես պատրաստված լավ զինծառայողներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ։ Իսկ ուսումնական առօրյան ավելի հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու համար նոր պայմաններ են ստեղծվում։ Հաշվի առնելով զինված ուժերի արդիականացման ծրագրերը, կատարելագործվում է ուսումնանյութական բազան։ Ներկայիս կատարում են շինարարական մեծածավալ աշխատանքներ, կառուցում են նոր ուսումնական մասնաշենք, տիպային բուժկետ, պահեստներ, համալրվել ենք նոր արդիականացված, զարգացված ուսումնանյութական բազայով, դրա մեջ մտնել են նորարարական վարժասարքերը, հիմնականում նոր գրականություններ, նոր ցուցապաստառներ, նոր մոտեցում ծրագրային, ինչպես նաև ուսուցման առումներով աշխատելու ենք ամենայն դեպս տանք ամենալավն ու լավագույնը մեր կրսեր մասնագետներին։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Վերջերս ներդրված նոր ծրագրի համաձայն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին անցնել զինվորական ծառայության պահպանելով իրենց կենսաթոշակը։ Ծրագրին միացող սպաները ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով։ Շարք վերադարձած սպաների հետ զրուցել է Տաթևիկ Աբրահամյանը։
Փոխգնդապետ Կարեն Կարապետյանն է ստորաբաժանման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նորանշանակ տեղակալը։ Զինված ուժերում ավելի քան 25 տարի ծառայելուց հետո 2021 թվականին անձնական խնդիրներով պայմանավորված արձակվել էր պահեստազոր։ Կրկին համազգեստ գրելու ցանկություններ ստիպել, որպես զինղեկ աշխատանքի անցնել դպրոցներից մեկում։ Շատ չանցած հասկացել էր շտապողականություն է դրսևորել։ Կյանքն առանց բանակի չի պատկերացնում։ Նամակ է գրել պաշտպանության նախարարին, խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ զինված ուժերի շարքեր։ Ծառայել եմ տարբեր զորամասերում, անցել եմ համարյա բոլոր օղակներով՝ դասակ, վաշտ, գումարտակի հրամանատարի տեղակալ եւ գնդի հրամանատարի տեղակալ։ Փոխգնդապետ Կարապետյանը 3 ամիս առաջ է վերադարձել շարք նույն կոչումով ու հավասարազոր պաշտոնով։ Օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին անցնել պայմանագրային զինվորական ծառայության, պահպանելով իրենց կենսաթոշակը։ Նպատակը մեկն է՝ պահեստազորի որակյալ ռեսուրսի ներգրավմամբ պաշտպանության նախարարի սահմանած զորամասերում լուծել զինվորական պաշտոնները բանիմաց ու փորձառու կադրերով համալրելու հարցը։ Սպաները այն ժամանակ, որ անցել են կենսաթոշակի, չի եղել նաև այս հավելավճարի պայմանները, որ պաշտպանության նախարարը ստեղծել է։ Հիմա որ մենք ատեստացիա պարտադիր հանձնում ենք այդ վերավորակավորումը եւ արդեն հավելավճար է գալիս մեր դրամական բավարարման վրա, լսում ենք նաև, որ մեր նախկին ընկերներից էլի դիմում են պաշտպանության նախարարին կենսաթոշակի պահպանման ուրեմն պայմանով նորից անցնել ծառայության։ Փոխգնդապետ Կարապետյանի օրինակը միակը չէ։ Վերջին 3 ամսում զինվորական կենսաթոշակ ստացող սպաներ են վերադարձել Հայաստանի բանակ։ Նրանցից մեկն էլ 24 տարի զինված ուժերում ծառայած մայոր Արտյոմ Հովանեսյանն է։ Շարք վերադառնալուց հետո նա զբաղեցնում է ստորաբաժանման հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնականի պաշտոնը։ Այս կյանքը առօրյան ինձ շատ հարազատ է, ես այս կյանքի մեջ ապրել եմ կյանքիս ապրած տարիների մեծ մասը։ Ճիշտ է, քաղաքացիական կյանքում պարապ չեմ մնացել, աշխատել եմ, բայց իմ համար այդ գործը խորթ էր։ Դրա համար ես որոշեցի, որ քանի ի վիճակի եմ ծառայելու, պիտի ծառայեմ։ Դիմում եմ գրել բանակային կորպուս, խնդրելով, որ ինձ վերականգնեն ծառայության։ Նախկին կարգավորմամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում էր, եթե սպան այդ գործընթացից հետո որոշում էր կրկին զինվորական ծառայության անցնել։ Բացառություն էին կազմում զորահավաքային զինվորական ծառայության ներգրավելու, վարժական հավաքի կանչվելու կամ որոշ պաշտոններում նշանակվելու դեպքերը։ Այսպիսով օրենքից օգտվել կարող են այն սպաները, որոնք ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով։ Փորձառու սպաների դերը շատ եմ կարևորում, որովհետև եթե սպան ծառայել է 25 տարի, 30 տարի, ուրեմն մեջքի հետևում թիկունքում ունի ուրեմն շատ խորքային փորձ ծառայության, որը ինքը պետք է հաղորդի այս կրտսեր ուրեմն սերունդը, որ գալիս են, եթե դու ունես ծառայողական փորձ, ուրեմն շատ հանգիստ հեշտությամբ ծառայելու ես զինվորների հետ։ Մանավանդ մարտական գործողությունների մասնակցած սպաները ունենում են արդեն մարտի մասնակցելու, գոյատևելու, ծանր իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու փորձ, դա պետք է որ փոխանցվի նորանշանակ սպաներին, ովքեր որ դեռ նոր են մտել ծառայության։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող սպաները եւս կարող են վերադառնալ ու համալրել բանակի շարքերը։ Հետաքրքրված պահեստազորայինները կարող են զանգահարել պաշտպանության նախարարության թեժգից 1-28 հեռախոսահամարով ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Եթերում Զինուշներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։